Հրապարակը գրում է. Իրավապահները հայտարարում են, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը վենդետա է, Փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։ Թերթը հիշեցնում է, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության գլխին կանգնած է Մերձավանի նախկին համայնքապետ ԿՊԱ-կան Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։ Գևորգ Հարությունյանը մի քանի անգամ գնացել է Վոլոդիայի հետևից, սակայն չի կարողացել սպանել, ասել է թերթի զրուցակիցը։ Իրավապահները բնականաբար հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել։ Իրավունքը գրում է. ՔՊ-ում այս օրերին Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ չիսկա է իրականացվում։ Նրան են հրամցվում խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվել ցանկացող անձանց անուններ, ընդ որում, ինչպես աղբյուրն է ասում, լավ էլ թվատերերի։ Սակայն վերջինս մի այլ կարգի մաղով է անցկացնում ցուցակը։ Ասում են 2026 թվականի ցուցակում գերիշխող լինելու են գործարար կանայք։ Ժողովուրդ թերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ 3 ՔՊ վարչության փակնիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել։ Նախ նա ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանին է շնորհակալություն հայտնել Վաղարշապատի ընտրությունների հաղթանակի համար, այնուհետև ՔՊ-ի 20 հոգանոց վարչության անդամների ներկայությամբ գովաբանել ու ծափերով դիմավորել է Արգիշտի Մեխակյանին։ Փաշինյանն անձամբ է ասել, որ Մեխակյանին վարչության նիստին հրավիրեն, որպեսզի շնորհավորեն ու մեծարեն էջմիածնում հաղթանակի հասնելու համար։ Հրապարակը պետական գերատեսչություններից տեղեկություններ է ստացել, որ կառավարությունից հրահանգել են անցնել նախընտրական ռեժիմի, այսինքն փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ, կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տուժ-դուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։ Թերթը ՆԳՆ-ի իր աղբյուրներից էլ տեղեկացել է, որ պարեկներին էլ ասվել է հնարավորինս ներողամիտ լինել վարորդների խախտումների նկատմամբ եւ տուգանել խիստ անհրաժեշտ եւ ակնառու դեպքերում, որպիսի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամին։ Իրավունքը գրում է. ՔՊԱ-կան կանայք իրար հերթ չտալով փորձում են սիրաշահել շեֆին, որպիսի վերջինս նրանց դապրոտը առաջադրվելու 2026 թվականի ցուցակում։ Բայց Փաշինյանը էլ առաջվա նման հեշտ չի ուտում ՔՊԱ-կանների իբր նվիրվածության գտերը։ ՔՊԱ-կան կանայք սկսել են մարդ մեջ գցել Աննա Հակոբյանի հետ մտերմանալու համար, որպիսի վերջինս բարեխոսի ամուսնու մոտ, բայց ըստ նույն լուրերի Աննա Հակոբյանի մոտ հասնելը ավելի դժվար է դարձել, քան ամուսնու։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը 3 սրբազանով չի բավարարվում։ Թերթը տեղեկացել է, որ քննչականը Ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskoposi նկատմամբ եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում։ Իսկ նա օգտվելով իր սահմանադրական իրավունքից հրաժարվում է ցուցմունք տալ։ Թերթի հարցին, թե ինչու են նրան մեղադրում, ասել է. մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն, իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938 թվականին։ Աշոտ Սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի փողեր լվանալու մեջ։ Բոլորը կառուցված են կարգալույծ հոգևորականների կամ ֆեյք Հարություն վարդապետի տարածած տեղեկությունների հիման վրա։ Այս վարդապետը նաև լրատվամիջոցներին է իր բացահայտումներն ուղարկում։